Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման առաջին հատվածը այսօր նվիրված է ատամների առողջությանը եւ գեղեցիկ ժպիտին։ Շատերիս կյանքում գալիս է պահ, եւ մեկ կամ մի քանի ատամների բացակայությունը դառնում է իրական խնդիր թե ֆունկցիոնալ եւ թե էսթետիկ առումով։ Ինչ անել՝ կամ ուշ տեղադրել շարժական ատամնաշարեր, թե ընտրել ժամանակակից եւ ամենահուսալի լուծումը դենտալ իմպլանտացիան։ Երբ է իմպլանտը լավագույն ընտրությունը, ինչու այն հաճախ նախընտրելի կամրջից կամ շարժական ատամնաշարերից, ինչպես է կատարվում տեղադրումը, որքան է տևում վերականգնումը եւ որ ամենակարևորը, ինչպես ճիշտ խնամել իմպլանտները, որպեսզի նրանք ծառայեն երկար տասնամյակներ։ Մեր հյուրն է Նարեկ ստոմատոլոգիական կլինիկայի վիրաբույժ ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը, մասնագետ, ով ամեն օր օգնում է մարդկանց վերադարձնել բնական ժպիտը իմպլանտների միջոցով։ Ողջույն, բժիշկ։ Ողջույն։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, ուրախ ենք ձեզ տեսնելու մեր տաղավարում։ Եվ առաջին հարցս հետևյալն է, որ դեպքերում է դենտալ իմպլանտացիան առաջարկվում որպես ատամների բացակայության լուծում եւ երբ է այն նախընտրելի այլ մեթոդներից, օրինակ կամրջաձև կամ շարժական ատամնաշարեր։ Որպեսզի հասկանանք, եկեք նախ քննարկենք ինչ ենք անում, եթե չենք անում իմպլանտացիա, ինչ ենք պատրաստում եւ ինչ կարող ենք անել իմպլանտացիայի դեպքում եւ որն է առավելությունը։ Ոստի այդ նպատակով մի փոքրիկ 3 կլինիկական դեպքեր ներկայացնեմ։ Առաջինը դա միջանկյալ դեֆեկտներ, երբ հարևան ատամները կան, 1-ից 3 ատամներ են բացակայում։ Ինչ ենք անում, դեֆեկտի հարևան ատամները նյարդազրկում ենք, պլոմբավորում ենք, հղկում ենք եւ պատրաստում ենք անշարժ ատամնաշար։ Երկրորդը դա ծայրային դեֆեկտ կամ մի կողմանի կամ երկկողմանի, երբ ժանիքից կամ փոքր աղորիկներից հետո բացակայում են ծամիչ ատամները, որ ժողովուրդը ասում է սեղան ատամներ, ուրեմն ծամիչ ատամները, եւ պատրաստում ենք առանց իմպլանտացիայի մասնակի շարժական թիթեղային, բյուգելային կամ այլ տեսակի պրոթեզներ, շարժական, որ հանում եւ դնում են ատամների հղկմամբ կամ առանց հղկմամբ։ Եվ երրորդը անատամություն, եւ երբ ընդհանրապես չկա ծնոտում ատամներ, պատրաստում ենք շարժական պրոթեզներ։ Իմպլանտացիայի դեպքում առաջի կլինիկական դեպքի ժամանակ միջանկյալ դեֆեկտի առողջ ատամներին չեն կպնում եւ ընդհանրապես բացակա տեղում տեղադրում ենք իմպլանտը եւ իր վրա ուրեմն պսակ, կերամիկական կամ ցիրկոն եւ այլն։ Երկրորդ դեպքում, որ ծայրային դեֆեկտն է, չենք սարքում պրոթեզ, այդ բացակա տեղերում տեղադրում ենք իմպլանտներ եւ անկախ ատամնաշարից պատրաստում ենք կամրջակներ առանց ատամների, առողջ ատամների հղկմամբ։ Իսկ երրորդ դեպքում անատամություն տեղադրում ենք 4-ից 6 իմպլանտներ եւ պատրաստում ենք ֆիքսվող ատամնաշար։ Շատ լավ։ Հաջորդ հարցը հետևյալն է, որքան ժամանակ է տևում մեկ իմպլանտի վիրաբուժական տեղադրման ընթացակարգը եւ արդյոք հնարավոր է մի քանի իմպլանտ տեղադրել մեկ այցի ընթացքում։ Միջինում մեկ իմպլանտի տեղադրումը տևում է 30 րոպե, իսկ 4-ից 8 իմպլանտների տեղադրումը տևում է 1-ից 2.5 ժամ։ Այո, մեկ այցի ընթացքում հնարավոր է տեղադրել եւ տեղադրում ենք 4-ից 8 իմպլանտներ։ Հաջորդ հարցս հետևյալն է, ինչպես պետք է հիվանդը խնամի վիրահատված վերքը առաջիկա շաբաթների ընթացքում վերականգնման շրջանում եւ ինչն է բացասական ազդում տեղադրված իմպլանտներին իմպլանտացիայից հետո ինտեգրման փուլում։ Դե վիրահատությունից հետո մենք հաբեր ենք նշանակում անտիբիոտիկներ, հակաբորբոքային ողումներ, ցավազրկողներ եւ ամենակարևորը, տեսեք, այնտեղ մի շատ կարևոր բան կար, թե ինչն է բացասական ազդում։ Շատ բացասական, որ կուզենայի անդրադառնալ, դա ծխախոտն է։ Ուրիշ ֆակտորներ կան, բայց մենք տեսնում ենք, որ հեշտությամբ են ոնց որ դադարեցնում այդ գործոնները, մեկը օրինակ ալկոհոլը։ Բայց ծխախոտը, քանի որ շատ մեր բուժառուներից կամ մարդիկ ունեն կախվածություն, դա շատ դժվար է լինում, հա, օրինակ մի 3 օր չծխելը։ Բայց վիրահատությունից հետո, օրինակ եթե բուժառուն շատ ծխի, ինչ է տեղի ունենում։ Նիկոտինը կլանվում է արյան մեջ եւ զգալիորեն վատթարացնում է արյան շրջանառությունը, փափուկ եւ կարծեջ հյուսվածքների։ Արդյունքում կարող է այդ վիճակը ազդել ոսկրի ընդդիմադիր եւ զարգացող աճի վրա եւ տեղի չունենա ուղղակի ոսկրի կենսաբանական
միացումը, ինտեգրումը, հպումը իմպլանտին։ Ուստի այդ պատճառով մենք խնդրում ենք եւ հորդորում ենք, որպեսզի վիրահատությունից հետո հնարավորինս շատ քչացնել եւ եթե հնարավոր է դադար տալ մի քանի օր ավելի լավ, որպեսզի ինտեգրացիան ավելի անվտանգ անցնի։ Այ խոսենք նաև փուլայնության մասին, ինչ փուլեր անցնում հիվանդը իմպլանտացիայի ողջ գործընթացում, սկսած առաջին խորհրդածությունից մինչև վերջնական գեղեցիկ եւ ֆունկցիոնալ ատամներ ունենալը։ Առաջի հերթին առողջության հետազոտում, երկրորդը կատե հետազոտություն, 3D սկանավորում, որի օգնությամբ կարող ենք տեղեկանալ գոյություն ունեցող ոսկրի չափսերը, բարձրությունը, լայնությունը, խտությունը, նաև կարևոր օրգանային համակարգերի տեղակայվածությունը եւ ըստ դրա ընտրում ենք իմպլանտի չափերը։ Երկրորդը վիրահատությունն է։ Երրորդը ըստ անհրաժեշտության, եթե շատ արագ է պետք, կատարում ենք 2 օրում ուրեմն ատամների վերականգնումը, բայց դա ոչ բոլոր դեպքերի համար է, այսինքն տեղադրելուց հետո ոչ բոլոր իմպլանտներն է, որ կարելի է անմիջապես ծանրաբեռնել, հատկապես մեծ բարդ աշխատանքներին է վերաբերում եւ այդտեղ մենք ընտրում ենք այս երկարատև, այսինքն ոչ թե երկարատև, այլ 4-ից 5 ամիսների ընթացքում ամբողջ աշխատանքը։ Տեղադրեցինք իմպլանտներ, մի քանի օրվա մեջ սարքեցինք ժամանակավոր ատամնաշար եւ 3-ից 4 ամիսներ հետո պատրաստում ենք հիմնականը։ Շատ բարի։ Նաև խոսենք անատամության դեպքերի մասին, այն նշեցիք, որ երբ ընդհանրապես բացակայում է տարբեր մեթոդներ կան։ Անատամության դեպքում քանի իմպլանտներն են բավարար հուսալի ամրությամբ ատամնաշար ունենալու համար եւ ինչ կոնստրուկցիաներ եք առաջարկում իմպլանտների վրա ատամնաշարեր պատրաստելու համար։ 4-ից 6 իմպլանտները 4-ը լավ է, բավ է, իսկ 6-ը ավելի լավ է, բայց երբեմն վերին ծնոտը հետին շրջանում հորմոնյան խոռոչների մեծ լինելու կամ մեծացած լինելու պատճառով հնարավոր չի լինում հետին շրջանում տեղադրել իմպլանտ, այլ անհրաժեշտություն է գալիս ոսկրային աուգմենտացիա կատարել, ոսկր ավելացնել, նոր տեղադրել իմպլանտներ։ Ուստի շրջանցելու համար այս ոսկրային աշխատանքները, որը որ ժամանակ է եւ այլն, գիտությունը, ինչպես նաև մենք գերադասում ենք տեղադրել 4 իմպլանտներ, 2 ֆրոնտալ եւ 2 ծնոտի միջին հատվածում մինչեւ խոռոչը եւ իր վրա պատրաստել ատամնաշար։ Նույնն է ստորին ծնոտը։ Ստորին ծնոտն է, այստեղ ստոր ծնոտային խողովակն է անցնում, երբեմն ստոր ծնոտային վերին ոսկրի վերին մակարդակից ավելի մոտ է գտնվում, 2-3 միլիմետր 2-3 միլիմետր է տեղակայված լինում եւ նույնպես հնարավոր չի լինում տեղադրել ուրեմն ամենակարճ իմպլանտը։ Նույնպես այս դեպքում տեղադրում ենք 2 կենտրոնական շրջանում ֆրոնտալ եւ 2 մինչեւ ուրեմն կզակային անցքերը, որտեղից նյարդը դուրս է գալիս։ Արդյունքում տեղադրելով 4 իմպլանտներ մենք կարողանում ենք պատրաստել անշարժ կոնստրուկցիաներ, որը որ կարա լինի մետաղ կերամիկական, որը կարա լինի կերամոկոմպոզիտ, որը որ շատ գերադասելի տարբերակ է, շատ հուսալի մեթոդ է։ Կոչվում է այս մեթոդը all on 4, այսինքն թարգմանությամբ ամբողջը 4-ի վրա, իսկ ավելի ճիշտ 12 on 4, այսինքն 12-ը 4-ի վրա, որովհետև 4-ի վրա մենք 12-ից ավել չենք տեղադրի։ Եվ պատրաստում ենք ատամնաշարերը, սակայն եթե բավարար է ոսկրը, միանշանակ խորհուրդ ենք տալիս 6 իմպլանտներ, ավելի ամուր եւ ավելի հուսալի լինելու համար։ Շատ բարի։ Խոսենք նաև մի փոքր խնամքի մասին։ Իմպլանտացիայից հետո ինչպես է պետք կազմակերպել երկարաժամկետ խնամքը։ Խոզանակ, թել, պրոֆեսիոնալ մակրոմ։ Տեսնում եմ, այստեղ ունենք նաև օրինակ, որը կցանկանանք, որպեսզի ներկայացնենք։ Շատ բարի։ Իմպլանտների դեպքում ամենապարտադիր եւ ցանկալի մեթոդը դա իրիգատորն է, որ ամեն օր իրիգատորով բուժարում տեղադրելով ծայրակալը մաքրում է իմպլանտների վրա պատրաստված ատամնաշարի ստորին հատվածը, այն հատվածը, որը որ լնդի հետ կապված է լնդին, այո։
հպված է լնդին։ Ամեն օր բուժառուն մաքրելով մեծ երաշխիք է ստեղծում իմպլանտները երկար ծառայելու համար, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ունենում է այցեր ատամնաբուժին, ունենում է այցեր մեզ, որպեսզի մենք էլ տեսնենք վիճակը, անհրաժեշտ եղած դեպքում մենք էլ մեր կողմից մաքրենք եւ այլն, եւ այդպիսով երկար կծառայի։ Մի փոքր նաև խոսենք այն բուժառների մասին, ովքեր որ ցանկանում են, բայց չեն կարողանում։ Շատերը գիտեն, որ իմպլանտները շատ լավ լուծում են, միևնույն ժամանակ երկրում են, արդյոք արժե, արդյոք ցավոտ է, որքան է տևում։ Ինչ կասեք նման բուժառուներին, ովքեր դեռ վարանում են եւ չեն համարձակվում այդ որոշումը կայացնել։ Մենք մեր աշխատանքին մոտենում ենք կարեկցանքով, հոգատարությամբ եւ առանց շատ տրավմաների եւ թույլ տվեք վերջերս, մի դեպքից օրինակ բերեմ պատասխանելու համար այդ հարցին։ Միջին տարիքի կին հեռացրեցինք անմիջապես մեկ այցի ընթացքում 6 ատամներ, արմատներ, որոնք որ ցուցված էին հեռացվելու։ Եվ անմիջապես տեղադրեցինք 4 իմպլանտներ, ինչի մասին որ մենք քիչ առաջ խոսեցինք։ Վերջապես վիրահատությունը վերջացրեցինք, համապատասխան դեղորայքը նշանակեցինք եւ բուժառուն գնաց։ Լինում է դեպքեր, երբ որ այսինքն միշտ ես հետևողական եմ լինում իմ կատարած աշխատանքներին եւ խնդրում եմ բուժառուն օրինակ 2 օրից գա, 3 օրից կամ 1 շաբաթից։ Երրորդ օրը երբ որ բուժառուն եկավ կլինիկա եւ հարցրեցի ինչպես եք անցկացրել, ասեց ճիշտն ասած ընդհանրապես ցավազրկող չեմ խմել։ Հասկանում եք 6 ատամի հեռացումից հետո 4 իմպլանտ տեղադրելուց հետո գեթ 1 ցավազրկող բուժառուն չեր ընդունե, բայց ես խորհուրդ եմ տալի որ գոնե օրը 1 հավ ընդունել առաջի 2-3 օրվա համար, որտիսի ընդհանրապես փաստորեն անհանգստացնող երևույթներ չլինեն։ Շնորհակալություն։ Եվս մեկ հարց, կողմ եք արդյոք, երբ օրինակ ատամները շատ սպիտակեցնում են։ Ես սպիտակ ատամներին կողմ եմ, բայց ավելի շատ կողմ եմ բնական եւ գեղեցիկ ժպիտին։ Այդ նպատակով մենք հաշվի ենք առնում բուժառուի սեռը, տարիքը եւ մաշկի գույնը։ Այս ամեն ինչը հաշվի առնելուց մենք համապատասխան ատամի գույն ենք միասին բուժառուի հետ ընտրում եւ փառք Աստծո միշտ ունենում ենք լավ արդյունք։ Խոսենք նաեւ մի փոքր իմպլանտների մասին։ Այդ դուք օրինակ ինչ իմպլանտներ եք տեղադրում։ Մենք տեղադրում ենք պրեմիում կլասի, պրեմիում դասի շվեյցարական եւ ֆրանսիական իմպլանտներ, նաեւ տեղադրում ենք կորեական իմպլանտներ։ Եվ վերջին հարցս, ինչ բարենպաստ պայմաններ ունեք այս աշխատանքներում։ Ամենաբարենպաստ պայմանները կրկին պետք է ասեմ, մեր հոգատարությունն է, խղճով աշխատանքը բոլոր հարցերի շուրջ, այդ թվում նաև ֆինանսական։ Դրանից հետո գալիս է, օրինակ մենք ասացինք, որ բարդ աշխատանքների, մեծ աշխատանքներից հետո, մինչև հիմնական ատամնաշարերի պատրաստումը, երբեմն ժամանակավոր ատամնաշարեր ենք պատրաստում, որը որ միջինում վերին ստորին ծնոտի համար կազմում է 120,000 դրամ։ Մենք պատրաստում ենք անվճար։ Ուրեմն մենք այդ շրջանակներում պատրաստելու ենք անվճար։ Երկրորդը ասեցինք, որ եթե ծնոտը թույլ է տալիս, կարելի է 6 իմպլանտներ տեղադրել, որպեսզի ավելի ամուր եւ հուսալի ատամնաշար ունենանք։ Դե տրամաբանական է, որ 6-ի դեպքում արժեքը բարձրանալու է։ Այստեղ նույնպես մենք որոշում ենք կայացրել, որ 5-րդ եւ 6-րդ իմպլանտների համար բուժառուն վճարի արժեքի ընդամենը 40%-ը։ Եվ ստացվում է, որ 6 եւ 4-ի մեջ տենց էական մեծ տարբերություն չի լինում, եւ եթե ոսկրը թույլ տալիս է, փաստորեն բուժառուն կարա 6 տարբերակը ընտրի։ Եվ ամենակարևորներից մեկը, որ մենք լինում ենք հետևողական երկար տարիների ընթացքում բուժառուներին կանչում ենք հատկապես ֆիքսվող կոնստրուկցիաները, տարին 1 անգամ կամ 2 անգամ հանում ենք, այսինքն քանդում ենք պտուտակները, քանդում ենք, մաքրում ենք, տեղադրում ենք, սա նույնպես երաշխիք է իմպլանտերը երկար ծառայելու համար,
որը որ մենք 7 տարի, այդ թվում որոշակի մանիպուլյացիաներ կատարում ենք անվճար։ Անչափ շնորհակալություն Բժիշկ Գևորգյան, շատ հետաքրքիր եւ մանրամասն տեղեկատվության համար։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, դուք արդեն գիտեք, թե երբ է լավագույն ընտրությունը իմպլանտը, որքան է տևում այս գործընթացը, ինչպես է անհրաժեշտ այն խնամել տեղադրելուց հետո եւ որքան ժամանակ է պետք բնական գեղեցիկ ժպիտ ստանալու համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն է Նարեկ ստոմատոլոգիական կլինիկայի վիրաբույժ ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը։ Սիրելի դիտողներ, եթե դուք էլ մտածում եք իմպլանտացիայի մասին, մի վարանեք։ Պրոֆեսիոնալ խորհրդատվությունը միշտ անհատական է։ Այցելեք Նարեկ ստոմատոլոգիական կլինիկա, ստացեք ձեր բոլոր հարցերի պատասխանները եւ սկսեք ձեր ժպիտի վերափոխումը։ Իսկ մենք շարունակում ենք մեր հաղորդումը։